Հաղթանակի տոնը պոլիտեխնիկում մոտ 100 ուսանող տարբեր ֆակուլտետներից մասնակցում է ռուսաց լեզվի ամբիոնի միջոցառմանը։ Երիտասարդները ընդդեմ ֆաշիզմի պատմական հաղթանակի մասին պատմում են ձեռագործ պաստառներով եւ մակետներով։ Այստեղ պատկերված է պարտիզանսկի անտառը։ Բոլորը իրար հետ փոխկապակցված են ու մեզ ոնց որ տանեն դեպի այն ժամանակները։ Ուսանողուհիները պաստառը պատրաստելու վրա ծախսել են 3 ամիս, հաջողել 3-րդ փորձից միայն։ Ցանկանում էին ամեն բան ստացվի իդեալական՝ փամփուշտ, ժապավեն, ժամացույց, տպագիր մամուլ։ Պաստառին ներկայացված է պատերազմին առնչվող մոտ 20 իր։ Ուսանողուհուն ոգևորել են հատկապես պատերազմի կին օդաչուների հերոսական պատմությունները։ Թշնամին նրանց ասում են «Նочные ведьмы», քանի որ նրանք հարձակումներ էին կատարում թշնամիներ եւ կործանում էին նրանց։ Բացի գրական երաժշտական ցերեկույթից պոլիտեխնիկցիները հաղթանակի 80-ամյակի առթիվ նաև գրել են ռեֆերատներ, կազմակերպել ֆրոնտի նամակների ընթերցումներ։ Ուսանողները գիտակցում են, որ հայ ժողովուրդը հայրենական մեծ պատերազմին տվել է 600,000 մարդ, տվել է մարշալներ, տվել է հերոսներ եւ այսօր մեր պարտքն է հիշել մեր ընդհանուր հաղթանակը եւ խոնարհվել բոլոր ժամանակներում հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակի առջեւ։ Միջոցառման ուսանողները ներկայացնում են նաև հետաքրքիր պատմություններ, լուսանկարներ ընտանեկան ալբոմներից։ Կան ուսանողներ, որ ասում են, եթե այս ծրագիրը չլիներ, մենք միգուցե այսքան լավ չճանաչեինք մեր պապերի պատմությունը։ 89-րդ Թամանյանական հրաձգային դիվիզիա ուսանողները պատմում են վերջնակետ հասած թամանյանականների մասին, որ Բեռլինը գրավելու օրը քոչարիվարեցին Ռայխստագի պատերի մոտ։ Մաթեմատիկական արմատից ոչ պակաս կարևոր է սերտել եւ իմանալ ազգային արմատը։ Պապերի հաղթական պարը ապարում են նաեւ այսօր։ Տեխնիկական բուհից հնչող Եռխուշտան ոգեշնչում է, նոր հաղթանակներ լինելու են։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։